Պարոն Թորոսյան, օրինակ Սերգեյ Լավրովն էր պաշտոնական այցով Հայաստանում, նախ ինչպես կմեկնաբանեք այս այցը, քանի որ այստեղ շատ հակասական կարծիքներ հնչեցին, նաև այցի ժամանակ մենք տեսանք, որ որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ դրսում բողոքի ակցիա են իրականացնում դրա դեմ, եւ հատկապես հատկանշական է, որ այցը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից օրեր անց, երբ ասուլիսի ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ իշխող ուժը իշխանության գալու օրվանից ջանք չի խնայել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու առումով եւ շարունակում է այդ քաղաքական գիծ։ Միանգամից շատ հարցեր տվեցիք, փորձեմ հերթով պատասխանել։ Նախ այցի ժամկետները վստահ եմ որևէ կապ չունեն ասուլիսի օրերի հետ, այսինքն հետևելու եւ հաջորդելու, այդ մեկ հայտարարությունները հակասում էին այցին։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը երբեք իր որևէ դաշնակցի հետ որևէ հարաբերություն չի ցանկացել փչացնել եւ չի էլ ցանկանալու փչացնել, այլ բան, որ դաշնակիցները իրենց դաշնակցային պարտավորությունները ինչ որ փուլերում դադարել են կատարել եւ կարելի է ասել նաեւ, որ շարունակում են չկատարել։ Ինչ վերաբերում է այցին ընդհանրապես, սովորական այցեր, ամեն օր այդպիսի այցեր են լինում, բազմաթիվ արտաքին գործերի նախարարներ այցելում են Հայաստան, ասենք նույն օրերին օրինակ մեկ այլ երկրի ուրիշ նախարար էր Երևանում, Իրանի պաշտպանության նախարարը, որևէ տարօրինակ բան չկա, որ այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք հարաբերություններ, պաշտոնյաները այցելում են, անկախ նրանից այդ հարաբերությունները լարված են այս փուլում կամ համեմատած ինչ որ այլ տարիների հետ թե լարված չեն, որտեղ նույնիսկ եթե լարված են հարաբերությունները, պետք է հանդիպել, խոսել եւ բարձրաձայնել այն ինչ որ քեզ մտահոգում է, որպեսզի լուծում ստանա, իսկ քաղաքացիները, որոնք որ կամ քաղաքական ուժերը, որոնք որ բողոքի ակցիաներ են իրականացնում, Հայաստանի Հանրապետությունը ազատ ժողովրդավար երկիր է, որտեղ երաշխավորված են քաղաքացիների ազատ հավաքվելու իրավունքները եւ մենք հպարտանում ենք դրանով, որ մենք այդպիսի երկիր ենք։ Պարոն Թորոսյան, ուշագրավ է, որ մամուլում տեղեկություններ տարածվեց, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Լավրովի այցի ծրագրից հեռացվել է ծիծեռնակաբերդ այցելությունը, ընթացակարգային այս այցելությունը հայկական։ ԱԳՆ-ն դրան արձագանքեց, թեև ասաց, որ նման բան ունի։ Գիտեք, ես վստահ եմ Լավրովը տասնյակ անգամներ այցելել է ծիծեռնակաբերդ եւ շատ ռուս պաշտոնյաներ եւ գրեթե բոլոր պաշտոնյաները, որ այցելում են Հայաստան, ես այնքան ճղճիմ եմ համարում նման մեկնաբանությունները այդ տարբեր կեղծ հայրենասերների կողմից, որոնց համար բացարձակ կարևոր չի ոչ ցեղասպանությունը, ոչ ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք մանրադրամ են սարքել պարզապես ցեղասպանությունը, որ ավելի շատ արձագանքեմ, քան ասեցի։ Պարոն Թորոսյան, նաև ի պատասխան ռուս լրատվամիջոցներից մեկի հարցին Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայց չի ներկայացրել եւ այդ իմաստով մտահոգվելու առիթ էլ չկա։ Այս իմաստով եւս քննադատություններ կան, որ օրինագիծը ընդունել են եւ հիմա դա այսպես։ Նախ ես չի ասի, որ Արարատ Միրզոյանը ասել է չի ներկայացրել հայտ եւ մտահոգվելու առիթ, այդ մտահոգվելու առիթ չկա բառակապակցությունը վստահ չեմ, որ նախարարը ասել է, պարոն Միրզոյանը ասել է այն ինչ որ կա հիմա, այո, Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել, իսկ ներկայացրել ինչ որ մեկը տեսել էր, որ մենք հայտ ենք ներկայացրել, եւ նաեւ բանակցություններ չի վարվում ներկայացման, որտեղ բանակցությունների վարելը ինքնին հայտ ներկայացնելու process-ի մի մաս է։ Երբ որ կգա պահը, որ մենք սկսենք բանակցությունները հայտ ներկայացնելու կամ ասոցիացված համաձայնագիր ստորագրելու կամ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու, դա հրապարակային գործընթաց է լինելու եւ բոլորը իմանալու են դրա մասին։ Ես զարմանում եմ, ինչ կա այդտեղ քննադատելու, եթե նախարարը կամ որևէ պաշտոնյա ասում է իրերի իրական դրությունը այս պահին առանց որևէ հետին մտքի։ Հայաստանը շարունակում է Եվրամիության համար հետաքրքիր մնալ եւ այս կոնտեքստում նաեւ ինչպես կմեկնաբանեք Լավրովի այն հայտարարությունը, որ Սյունիքում Ռուսաստանը պատրաստում է նկատառություն բացել։ Հայաստանը Եվրոպական միության համար որպես հարևան երկիր կամ մոտ հարևանության մեջ գտնվող երկիր վստահ եմ, որ հետաքրքրություն ներկայացնում է եւ դա միայն այդպես պարզապես խոսքեր չեն, դա նաև ծրագրեր են Եվրոպական միության հետ իրականացվող բազմաթիվ ուղղություններով, այդ թվում Սյունիքում մեր հետ իրականացվող երկխոսությունն է, օրինակ վիզաների ազատականացման
կառավարության կողմից իրականացվող ծրագրերն են դիվերսիֆիկացման, նաև արտահանման տեսանկյունից դեպի եվրոպական շուկաներ եւ մեր հարաբերությունների խորացումը գնում է առաջ։ Իսկ ակնհայտ է, որ մենք ուզում ենք ավելի մեծ ինտեգրում Եվրոպական միության հետ եւ խորացնում ենք հարաբերությունները։ Երկրորդ հարցը չէի կապի ուղիղ առաջի հարցի հետ։ Մենք ունենք հյուպատոսարան Կապանում Իրանի, եթե չեմ սխալվում, մենք ունենք տարբեր հյուպատոսարաններ տարբեր երկրների տարբեր քաղաքներում, այդ թվում Ռուսաստանի Դաշնության։ Եթե մեր արտաքին գերատեսչությունը եւ որոշում կայացնողները բանակցությունների ընթացքում կգան այդ եզրահանգման, որ Ռուսաստանի նոր հյուպատոսարանը պետք է Կապանում, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարոն Քյոսյան, երեք եթե չեմ սխալվում, Իրանի դեսպանը հայտարարեց, որ պետք է ապաշրջապատում տեղի ունենա, բայց ինքնիշխանության ներքո այսօր էլ Լավրովը հայտարարեց, որ խաղաղությանը կողմ են Հայ-ադրբեջանական, նաև Վրաստանի նախագահը այդ մասին խոսեց, բայց մենք տեսնում ենք Ադրբեջանի ապակառուցողական վերաբերմունք այս իմաստով եւ նաև Արևմտյան Ադրբեջանի եզրույթի առաջ քաշելը եւ նաեւ նրանց վերադարձի իրավունքների մասով հարցի բարձրաձայնումը։ Ինչ միտում ունի Ադրբեջանի կողմից այս քայլերը, այն դեպքում, երբ գոնե պաշտոնական մակարդակում բոլոր հարևան երկրները եւ նաեւ արևմտյան երկրները ասում են, որ կողմ են եւ տարածաշրջանին պետք է այդ խաղաղությունը պիտի գնա այդ խաղաղությանը։ Նախ բոլոր երկրները միշտ ասել են, որ կողմ են խաղաղությանը, ես չեմ հիշում որևէ երկիր մեր կոնֆլիկտի թե սկզբից թե հիմա, որ ասի, որ դեմ է խաղաղությանը, բայց պետք է հասկանալ, թե նրանք ինչ նկատի ունեն խաղաղություն ասելով եւ ինչ պայմաններով կամ որն է իրենց մասնաբաժինը այդ խաղաղության մեջ, որտեղ երբ որ մի երկիր այդտեղ տեսնում է նաեւ իր շահերը, իսկ բոլոր երկրներն են տեսնում իրենց շահերը, դու էլ պետք է դրանք հասկանաս։ Օրինակ Իրանի դեպքում շատ պարզ է, ինչումն է շահը, որպեսզի չլինի եղած սահմանների վերաձևում եւ Իրանը ունենա ելք դեպի արտաքին աշխարհ նաև Հայաստանի միջոցով եւ այնպես չստացվի, որ օրինակ ինչ որ մի սահման ինքը կորցնի եւ շատ հասկանալի է իր շահը։ Ռուսաստանի դեպքում շահերը շատ այլ են։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանին այդքան էլ ձեռնտու չէ սահմանների ապաշրջափակումը, որովհետեւ դրանով մեր անկախությունը ավելի է բարձրանալու, մենք կարողանալու ենք օգտվել նաև այլընտրանքային ճանապարհներից աշխարհի հասանելիության, մեր տնտեսությունը կախվածությունը թուլացնելու է ռուսական տնտեսությունից կամ ԵԱՏՄ տնտեսությունից եւ այստեղ պետք է նաև հասկանալ, թե ինչու եւ ինչպես են իրենք դա պատկերացնում, ել չեմ ասում ապաշրջափակման մի կոմպոնենտի մասին, որը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապն է, որը Ռուսաստանի Դաշնությունը հաճախ փորձում է պայմանավորել իր վերահսկողությամբ, ինչին մենք կտրականապես դեմ ենք եւ թույլ չենք տալու, որ նման բան լինի։ Մյուս կողմից էլ իրադարձությունները զարգանում են եւ միգուցե երկրները նաեւ հասկանում են իրենց իրական ներուժը այս պահին process-ների վրա ազդելու կամ այդ ներուժի բացակայությունը եւ համակերպվում են, այսպես ասած իրավիճակի հետ։ Իսկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը տարբեր հարցերում մենք նոր չի որ տեսնում ենք, նույն Արևմտյան Ադրբեջանի թեզը նոր չի որ մենք նոր չի որ նետվել է քննարկումների, այսինքն այսպես ասած ազատ շրջանառության, բայց այո, երբեմն լինում է սրացումներ, ես տեսա ինչ որ միջոցառում էին կազմակերպել, որտեղ Ալիևը ելույթ էր ունեցել, ինչ որ հայտարարություններ էր արել։ Կարևորը այն է, որ մեր բովանդակային բանակցություններում, որոնք համաձայնագրի մասին են, որևէ կետ դրա մասին չկա այդ համաձայնագրի մեջ եւ համաձայնագիրը արդեն երկու կողմերի կողմից համաձայնեցված, այսինքն ըստ էության հաստատված, սպասում է ստորագրման, ինչին մենք պատրաստ ենք եւ բազմիցս դրա մասին հայտարարել ենք եւ հուսով ենք, որ մեր աշխատանքը թե ուղիղ Ադրբեջանի հետ եւ թե մեր գործընկերների հետ, որոնք որ իրոք կողմ են խաղաղությանը եւ մեր սուվերենության ներքո ճանապարհների ապաշրջափակմանը, այդ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա։ Պարոն Քյոսյան, նաև շատ հետաքրքիր է, որ խորհրդանական ընդդիմությունը պարբերաբար եւ որոշ նաև քաղաքագիտական վերլուծական շրջանակներ պարբերաբար խոսում են այն մասին, որ
այս համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահից, փորձում են նույնիսկ դրա դերի նշանակությունը։ Քոչարյանն էլ իր վերջին ասուլիսում ասաց, որ այո, խաղաղության պետք է գնալ, բայց այն խաղաղության փաստաթղթը, որը պատրաստել է իշխող ուժը, դա խաղաղության մասին չէ, դա Նիկոլ Փաշինյանի երեսը փրկելու մասին է եւ պետք է գնալ արժանապատիվ։ Գիտեք, այդ բոլոր թեզերի վախճանը այնտեղ է, որ եթե դա այդպես է, ապա ինչու Ադրբեջանը չի ստորագրել այդ խաղաղության համաձայնագիրը։ Ինչու չի ստորագրել այդ մեծ շահերից չբխող համաձայնագիրը։ Ինչու չի ստորագրել այդ Նիկոլ Փաշինյանին մասին կամ Նիկոլ Փաշինյանի դեմքը փրկող համաձայնագիրը, եթե ըստ իրենց Նիկոլ Փաշինյանը ձեռք է տալիս իրենց որպես իշխանություն կամ երկրի ղեկավար։ Ինչու։ Եվ քանի որ այդ հարցի պատասխանը չկա, իրավիճակը լրիվ հակառակ է։ Այդ համաձայնագիրը բխում է ամբողջությամբ մեր շահերից, ամբողջությամբ հիմնված է միջազգային իրավունքի վրա, մեր տարածքային ամբողջականության վրա, մեր սահմաններն անձեռնմխելիության վրա, Ալմատի հռչակագրի վրա եւ այդպես շարունակ։ Պարոն Թորոսյան, նոր նշեցիք, որ յուրաքանչյուր երկիր, որ կողմ է արտահայտվում դրան կամ սատարում է խաղաղության պայմանագրին, բնականաբար այդտեղ ունի հետապնդում է իր շահը, որտեղ է մեր շահը եւ ինչ պայմաններով պիտի գնան խաղաղության, նկատի ունեն միջնորդների, թե առանց միջնորդների, որ հարթակում, բարբերաբար նաեւ այդ հարցն է քննարկում։ Այ եկեք մենք դες հարթակ կտրամադրենք, մեկն ասում է պետք է դա տեղի ունենա արևմտյան հարթակներում, մյուսն ասում է որ ռուսական հարթակներում։ Իմ խորին համոզմամբ դա պետք է տեղի ունենա Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա եւ ավելի լավ երկխոսություն կամ հարևանների անմիջական երկխոսությունը չկա, ուրիշ բան, որ կարող են որոշ մեր գործընկերներ օգնել մեզ մոտեցնել մեր դիրքորոշումը եւ մենք դա տեսել ենք բարբերաբար։ Իհարկե Ադրբեջանը աստիճանաբար սկսել է խուսափել այդ հարթակներից, սկզբից ռուսական հարթակից, հետո արևմտյան հարթակից, բրյուսելյան, հետո վաշինգտոնյան հարթակից եւ մենք փաստացի արձանագրել ենք մեր հաջողությունները երկկողմ ուղիղ երկխոսության միջոցով եւ ես վստահ եմ, որ դա ամենաճիշտ ճանապարհն է, թեև հասկանում եմ Ադրբեջանը ինչու է խուսափում միջնորդությունից, բայց նաև եթե մենք միջնորդ ասելով նկատի ունենք երաշխավոր այդ համաձայնությունների կատարման, ապա դա միֆ է, որը նաև բազմաթիվ անգամներ ցույց է տրվել միջազգային հարաբերություններում այլուր, եւ եթե երկու երկրները անկեղծորեն չեն հավատում, որ այդ համաձայնագիրը բխում է իրենց երկու երկրների շահերից եւ մենք անկեղծորեն չեն ուզում դրան կատարել, ինչ միջնորդ ուզում է լինի այդ ստորագրման պահին կամ որ քաղաքում էլ որ դա ստորագրված լինի, դա հավանականությունը դրա գործելու շատ ավելի փոքր է լինելու, քան եթե երկու երկրները անկեղծորեն երկխոսեն, ինչքան էլ որ դա դժվար լինի, ինչքան էլ որ դա վերքեր լինեն դեռ չսպիացած, ինչքան էլ որ վատ պատմություն լինի երկու երկրների միջև, միևնույն է ուղիղ երկխոսությունը ճիշտ եւ ամենակայուն խաղաղությունն է բերելու։ Եվ պարոն Թորոսյան, պատերազմի գործոնը որքանով է մեծ, որովհետեւ բարբերաբար նաեւ դաշտ են ներկվում այնպիսի խոսակցություններ, որ տեսեք, մի կողմից հայկական իշխանությունները ասում են, տեսեք, պայմանագիրը համաձայնեցված է, Ադրբեջանը գրավում է սահմանամերձ գոտիներում, պատերազմ է լինելու, անգամ խոսում են, որ այդքան խոսվող քննարկող միջանցքը տալու են, հանձնելու են, հեսա տալու են։ Դրա մասին խոսում են այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որ դա տեղի ունենա եւ այն քաղաքական ուժերը, որոնք որ ուզում են, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ եւ այո տա միջանցք, բոլորը դրանց ճանաչում են, դա խորհրդարանական ընդդիմությունն է, նրանց սատելիտները խորհրդարանից դուրս, իսկ մենք ասում ենք այն ինչ որ միշտ ասել ենք, մենք գնալու ենք խաղաղության, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, իսկ Ադրբեջանի դեստրուկտիվ այդ տարբեր մոտեցումները մենք պետք է սառնասրտորեն դիմագրավենք եւ հասցեագրենք առանց որևէ անկանոն շարժումների, որպեսզի հենց իմ ասածը տեղի ունենա, այսինքն տեղի ունենա խաղաղությունը եւ ոչ թե պատերազմը։